Վանաձայն, լավագույն և հարաստ։ Բարև ձեզ հարգելի ունգընթիրներ և ագընթիրներ, Վանաձայնի եթերով և թիմադեդրի էջով ձեզ հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Այժմ կներկայացնենք հայկական աշխարհի այսօրվան լուրերուն խորակիրները։ Հայաստանի մեջ շուտով պիտի սկսի նոր սահմանադրության ընդունման աշխատանք, գսե Հաջիև։ Մարիոտ Բոնվոյը գտածրեցնե դեպի բռնակրավյալ Արցախ գազམ་ագերբվելիք սպոսաշրջային այցելությունները։ Լեմկինի հիմնարկը աջակցություն կհայտնե Ռուբեն Վարդանյանի գնոջ նախաձեռնության։ Երուսաղեմի հայտարարի հանձնախումբը գտադաբարդե Սրբոց Հակոբյանց դաջարին վրա հարձակումը։ Հոհիտա Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեն կշնորհավորե Կորսիկայի խորհրդարանի նախագահը։ Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերություններու հարցերու օգնական Հիկմետ Հաջիև հայտարարեց, որ Բաքու աստակներ կստանա Հայաստանի մեջ մոտ ապագային նոր սահմանադրություն ընդունելու աշխատանքին մասին։ Թերքական պատկերասպիրի Գայանին հետ հարցազրույցի ընթացքին Հաջիև հայտնեց, որ Հայաստանի մեջ կրնա հանրաքվե գազམ་ագերբվել։ Հայաստանի սահմանադրության նախապանին մեջ Ադրբեջանի թեմ արգա բանջներով վերացում են յետ խաղաղության համաձայնագիրի վերջնական ստորագրումին համար այլևս որևէ խոչընդոտ չենք տեսներ։ Հայտարարեց Հաջիև, բնթելով, որ շրջանին մեջ արդեն խաղաղություն հաստատված է։ Բաքու Հայաստանի սահմանադրության փոփոխությունը նախաբայման դարձուցած է խաղաղության համաձայնագիրի ստորագրության համար բանջելով հերացնել անկախության հռչակագիրին հղումը։ Նիկոլ Փաշինյան եւս կողմ արտահայտված է նոր սահմանադրության ընդունման, բնթելով, որ հռչակագիրն հրաժարիլը կփխի Հայաստանի շահերեն։ Հաջիև անդրադարձավ նաև Իսրայելի մեջ հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքին, հայտնելով, որ Բաքու դիվանագիտական աշխուժ աշխատանք կատարած է հայոց ցեղասպանության ընդունումը կանխելու համար։ Անհայտնեց, որ Իսրայել լուրջ արած է հայոց ցեղասպանության հարցով Բաքուի ուղերձները։ Հաջիևի համաձայն Ադրբեջան-իսրայելյան կողմին փոխանցած է, որ նման որոշում անարդար պիտի ելլար եւ պիտի չարտացոլեր պատմական իրականությունը։ Հայտարարի Կիպրոսի անձնախումբը միջազգային գործընկերներու եւ դաշնակից գազམ་ագերբություններու հետ կորձեց եւ հնկորյա արշավի հետ հաջողեցավ ճնշում բանեցնել եւ ստիպել, որ դեպի Արցախի բռնակրավյալ շրջաններ Մարիոտ Բոնվոյի սպոսաշրջային այցելություններուն ծրագիրը չնչվի։ 14 ժամ տևող այս այցելությունը կներառեր ադրբեջանական բռնակրավման տակ գտնվող Շուշի եւ Ստեփանագերտ քաղաքները։ Սակայն Կովաստի նյութերուն մեջ Արցախի հազարամյա պատմության մասին ոչ մեկ նշում կար իբրև հայկական քաղաքակրթության եւ քրիստոնեական հավատքի բնորան։ Նաեւ բացարձակապես չէր նշված Ադրբեջանի հարձակումը, շրջափակումը եւ ցեղային զդումը, որոնց հետևանքով Արցախի 150,000 հայեր դեղահանված են բռնի ուժով։ Միացյալ Նահանգներու մեջ կորձող ցեղասպանություններու կանխարգելումի Լեմկինի հիմնարկը աջակցություն հայտնեց Արցախի նախկին պետական նախարար Բաքուի բանդի մեջ աբորինի փանդարգված բարերար Ռուբեն Վարդանյանի գնոջ Վերոնիկա Զոնաբիենդի նախաձեռնության, որ գոչ կուղե գազմել գիներու մարդասիրական պատվիրակությունը Բաքուի բանդը գտնվող հայերուն այցելելու նպատակով։ Հաղորդակցության մեջ կնշվի Լեմկինի հիմնարկը գտիմե Միացյալ Նահանգներու, Կանադայի, Միացյալ Թագավորության, Եվրոպական միության եւ այդ տաշինքի անդամ պետություններով ղեկավարներուն եւ գոչ կուղե անոնց Ադրբեջանի մեջ իրենց դիվանագիտական ներկայության միջոցով Դիգին Զոնաբենդի եւ Բաքուի այցելող մնացյալ գիներուն ապահովությունը երաշխավորելու։
Գոչ կուղենք իրավապաշտպաններուն, ասեցիկ անձնավորություններուն, քաղաքական կորզիչներուն եւ միջազգային գազམ་ագերբություններուն, մասնավորապես այն գարույցներուն, որոնք կսպաղին մարդկային իրավունքներու պաշտպանությամբ եւ ցեղասպանություններու կանխարգելումով, միանալու մեզի պանդարգյալ հայերու գիներուն եւ ընտանիքի անդամներուն աջակցություն միտող մեր չանքերուն, գարելիություն ստեղծելով, որբեսի անոնք կարենան այցելել Բաքու գտնվող իրենց հարազատներուն։ Հայտնենք, որ Վարդանյան դատաբարդված է 20 տարվան պանդարգության։ Բաքուի դատարանը երբեք զինվորական պաշտոն չվարած Վարդանյանը մեղավոր նկատեց շարք մշինձու հանցանքներու համար, որոնց կարգին Ադրբեջանի թեմ բادرազմի, ահապեկջության ֆինանսավորումի եւ մարդիկ դեղահանելու մեջ։ Վարդանյան դեղի ունեցածը որագեց ոչ թե դատավարություն, այլև խեղ գադագություն։ Երուսաղեմի հայտարարի հանձնախումբը հրաբարակեց հաղորդակցությունը, որում մեջ նշեց. Երուսաղեմի հայտարարի հանձնախումբը գտադաբարդե Երուսաղեմի հայկական տաղամասի մեջ դեղի ունեցած վերջին հարձակումը, որուն ընթացքին 6 կրոնավոր հրյաներ տկած են Սրբոց Հակոբյանց մարտաճարի մուտքին վրա եւ քարեր նետած են հայ բնակիչներու դուներուն ուղությամբ։ Այս զանր միջադեպը կմիանա Երուսաղեմի հայ համայնքին թեմ ուղղված ոտնձգություններու, ահապեկումի եւ բռնարարքներու շարունակական շարքին։ Նման հարձակումները կբազմացնեն այն մտահոգությունը, թե անոնց հեղինակները կգործեն անբաժանելիության մթնոլորտի մեջ։ Մենք կոչ կուղենք Իսրայելի նախագահային հրաբարակային ցևով այս հարձակումը դատաբարդելու եւ վերահաստատելու Իսրայելի պետության հանձնառությունը, Իսրայելի կրոնական եւ ազգային բոլոր համայնքներուն անվտանգությունը, արժանապատվությունը եւ հիմնարար իրավունքները պաշտպանելու։ Միաժամանակ մենք կոչ կուղենք Իսրայելի կառավարության եւ օրենքի գիրարգումի պատասխանատու մարմիններուն անհաբաղ եւ վճռական քայլեր ցերնարգելու, համաբարփակ եւ անաչար քննություններ կատարելու, որբեսի անոնք պատասխանատվություն կրեն իրենց արարքներուն համար։ Մենք նաև գտիմենք Մագի մարդու իրավունքներու բարձր հանձնակատարի գրասենյակին, Human Rights Watch-ին, Amnesty International-ին, BTLM-ին, Իսրայելի քաղաքացիական իրավունքներու միության, դիվանագիտական օդար ներկայացություններուն եւ միջազգային հանրության մոդեն հետևելու այս զարգացումներուն հրաբարակային ցևով իրենց մտահոգությունը հայտնելու եւ կորձուն քայլեր ցերնարգելու Երուսաղեմի հայ համայնքի իրավունքները, անվտանգությունը եւ պատմական ներկայությունը պաշտպանելու համար։ Երուսաղեմի հայ համայնքին անվտանգության, արժանապատվության եւ պատմական ներկայության պաշտպանությունը ոչ միայն բարոյական եւ իրավական բարդավորություն է, այլև անհրաժեշտ պայման բավանելու Երուսաղեմի յուրահատուկ բազմագրոն, բազմամշակութային եւ պատմական բնույթը։ Հաստատած է Երուսաղեմի հայտարարի հանձնախումբին հաղորդակցությունը։ Հայ եղապողական տաշնակցության Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեն նամակով մշնորհավորեց Կորսիկայի խորհրդարանի նախագահը եւ խորհրդարանի անդամները Արցախին, հայ ժողովրդին եւ Ադրբեջանի մեջ աբորինի գերբով բանդարգված հայ քերիներու զորակցություն հայտնող բանացևը միացայնությամբ գողմ քվեարկելու համար։ Այս առիթով նախագահ Մարի Անտուանետ Մոպերտուին ուղղված կենտրոնական կոմիտեին նամակին մեջ կսվի։ Գխնդրենք, որ մեր խորին շնորհակալությունը փոխանցեք յուրաքանչյուր պատգամավորի, ինչպես նաև Կորսիկացի ժողովրդին, որուն ներկայացուցիչները պաստորեն անգամ եւս գաբացուցեն հաստատակամ հանձնառություն, արտարության, մարդկային արժանապատվության եւ մարդու իրավունքներու համամարտկային արժեքներուն հանդեպ։ Այս բանացևով Կորսիկայի խորհրդարանը կհաստատե, որ կաչադեղյակ է հայ ժողովրդի հազարամյա պատմության եւ տարերու ընթացքին անոր գրած փորձություններուն։ Ձեր այս դիրքորոշումը կվկայե միջազգային իրավունքի, ժողովուրդներու ազատության եւ մարդկային արժանապատվության պաշտպանության հանդեպ ձեր հաստատ կամքը։ Բաքուի հայ քաղաքական բանդարգյալներու անմիջական ազատ արձակումը պահանջելով Արցախի հայության հայրենիք վերադարձի իրավունքը վերահաստատելով ապահովության եւ միջազգային երաշխիքներու պայմաններու ներքև, ինչպես նաեւ եվրոպական հիմնարկներուն վճռական քայլերու թիմելու գոչ ուղելով դուք կփոխանցեք արդարության եւ խաղաղության բացառիկ պատկամը։ Մեր ակնկալությունն է, որ այս օրինագելի նախաձեռնությունը ներշնչե շրջանային, ազգային, թե միջազգային այլ խորհրդարաններու, ինչպես նաեւ եվրոպական միության անդամ պետություններուն հետևելու կորսիկական հանտուկն քայլին, որբեսի հարգվին միջազգային իրավունքին սկզբունքները եւ պաշտպանվին հայ ժողովրդին հիմնարար իրավունքները։
Կորսիկացի եւ հայ ժողովուրդներուն միջև գոյություն ունեցող պատմական սերտ բարեկամության եւ համերաշխության գաբերը այս բանացեվով նոր որակ կստանան։ Այս հանձնարարությունը հավերժ պիտի մնա բազմաթիվ հայերու հիշողության մեջ Ֆրանսայի, Հայաստանի եւ ամբողջ Սփյուռքի տարածքին։ Նկատել դված է հայ հեղափոխական դաշնակցության Արևմտյան Եվրոպայի գետրոնական կոմիտեին Կորսիկայի խորհրդարանի նախագահային ուղված նամակը։ Հարկելի ունգընտիրներ օրվան այդ բաժինով այսօր կներկայացնենք գերմանական Սիսերո ամսակերին հոդվածը, որ կնշեց է Հարավային Կովկասը դարձած է եվրոպական քաղաքականության աշխարհառազմավարական կարևոր բաղադրիչը։ Սիսերո գկրե. Եթե Գերմանիա եւ Եվրոպա չեն ուզեր յետ մնալ աշխարհի մեջ ընթացող զարգացումներն, ապա անոնք պետք է աշխուժ դիրքորոշում ունենան Հարավային Կովկասի մեջ։ Դարաշրջաններն մեկը, որ ուժանույթի մատակարար է եւ գետրոնական Ասիո տարբասն է։ Միացյալ Նահանգներու եւ Իրանի միջև շարունակվող պատերազմի եւ Հորմուզի Չրանսկի շրջանապահումին առընթեր Եվրոպայի ուշադրությունը այժմ գետրոնացած է դարաշրջանի վրա, որ երկար ադեն ընկալված էր իբրև ճգնաժամի կոդի։ Դասնամյակներ շարունակ դարաշրջանը գրեթե բացառապես ընկալված էր Արցախի պատճառով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմի թիթանգույնեն։ Պատերազմը կերակշռեր քաղաքական ընկալումի մեջ, սակայն ոչ այս դարաշրջանի ռազմավարական ուժի գնահատումի մեջ։ 8 օգոստոս 2025-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրութենեն յետք Եվրոպայի մեջ այս դեսագետը սկսավ փոխվել։ Սահմանին հարցերը ականազերծումը, ինչպես նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ֆզծայության ամրապնդումի քայլերը մինչև այսօր ամբողջությամբ լուծված չեն։ Այնուամենայնիվ, ռազմավարությունը բոլորովին փոխված է։ Եվրոպան սկսած է Հարավային Կովկասը դիտարկել ոչ միայն իբրև հագամարտության կոդի, այլև Եվրոպայի եւ Գետրոնական Ասիո միջև գաբող օղակ։ Հարավային Կովկասը այսօր շատ ավելին է, քան բարձրապես Սև եւ Կասպի ծովերում միջև գտնվող տարածաշրջան։ Անդրադարձած է եվրոպական աշխարհակաղակականության եւ մրցակցային քաղաքականության կարևոր ռազմավարական բաղադրիչը։ Անոնք, որոնք ճիշտ կերպով կգիտակցին այս կապին կարևորության, կճշտեն 21-րդ դարու եվրոպական գարկը։ Հարկելի ունգընտիրներ եւ ագընտիրներ վանացայնեն ցեզի հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Ցեզի հետ ցայնը հաղորդավար Մարինեն եւ Ներսեսը։ Մնացեք միշտ վանացայնի ունգընտիր։